Եկեք Պողոս առաքյալի կյանքի մասին մի փոքրիկ ընթերցենք։ Պողոսը, ով նախապես Սողոս էր, Տարսոն քաղաքից էր, որը գտնվում էր Փոքր Ասիայի հարավ-արևելյան շրջանում, Գաղատիայի հարավային մասից ոչ հեռու։ Նա մեծացել էր խիստ հրեական ընտանիքում եւ ներծծված էր ավանդական հրեական կրոնավորությամբ։ Նա կրթվել էր հայտնի վարդապետ Գամաղիելի մոտ եւ խորապես վարժված էր հրեական օրենքով։ Գործք առաքելոց 22-րդ գլուխ 3-րդ խոսք։ Նա իր մասին ասում է. ու թորվաթել պատված Իսրայելի ազգից, Բենյամինի ցեղից, եբրայեցիներից, օրենքի կողմանը փարիսեցի, ջերմեռանդության կողմանը հալածող էի եկեղեցուն, օրենքի արդարության մտիկ տալով անարատ էի։ Փիլիպեցի 3-րդ գլուխ 5-ից 6-րդ խոսք։ Իր դարձի գալուց առաջ նա այսպիսին էր. հրեության մեջ իմ հասակակիցների շատերից առաջադեմ էի իմ ազգի մեջ, ավելի նախանձավոր լինելով իմ հայրենական ավանդույթների համար։ Գաղատացիներ 1-ի գլուխ 14 խոսք։ Խիստ օրինապահ եւ ավանդապաշտ լինելով հանդերձ, Սողոսը թեև կրոնավոր էր, սակայն հոգևոր կյանքով կեղծավոր չէր, ինչպես շատ այլ փարիսեցիներ։ Նա հոգևորապես կույր էր եւ Աստծո եւ նրա ժողովրդի թշնամին էր, սակայն նա կեղծավոր չէր։ Նա անկեղծորեն հավատում էր եւ հետևում էր ավանդական հուդայականությանը, որպես Աստծո ուղի իր ընտրյալ ժողովրդի համար։ Իր օրերի շատ հրեաների նման Պողոսը ճշմարտապես սիրում էր ավանդական օրենքը եւ անկեղծորեն ձգտում էր պահել յուրաքանչյուր պատվիրան, հետևել յուրաքանչյուր արարողակարգի եւ մատուցել այն բոլոր զոհերը, որը Մովսեսի ուխտն էր պահանջում։ Նա չափազանց կրոնավոր էր, սակայն անկեղծությամբ ձգտում էր հաճեցնել Աստծուն, հնազանդվելով այն ամենին, ինչը նա կարծում էր, որ Աստծո կամքն է եւ երևում է, որ նա իր կրոնավորությամբ չէր փորձում ուրիշների վրա տպավորություն թողել։ Ատյանի առաջ իրեն պաշտպանելով առաքյալը հայտարարեց. «Եղբայրներ, ես բոլորովին բարի խշմտանքով վարվել եմ Աստծո առաջին մինչև այսօր»։ Գործք առաքելոց 23-րդ գլուխ 1-ին խոսք։ Թեև այդ ժամանակ արդեն երկար տարիներ էր, որ Պողոսը հավատացյալ էր, սակայն համատեքստը ենթադրում է, որ Աստծո առաջ բարի խշմտանք ունենալու իր պնդումը ընդգրկում էր դարձի գալուց առաջ ունեցած իր կյանքը, երբ նա հալածում էր քրիստոնյաներին նրանցից շատերին բանտարկելով եւ մահվան դատապարտելով։ Գործք առաքելոց 22-րդ գլուխ 4-ից 5-րդ խոսք, 26 գլուխ 10-ից 11 խոսք։ Նա անկասկած դա անում էր այն անկեղծ համոզումով, որ Աստծո կամքն էր կատարում։ Գործք առաքելոց 22-րդ գլուխ 3-րդ խոսք։ Թեև նա առաջուց հայհոյիչ եւ հալածող եւ թշնամող էր, այնուամենայնիվ նա ողորմություն գտավ, որովհետեւ չգիտենալով էր գործում։ Տիմոթեոս 1-ի գլուխ 13 խոսք։ Տարսոնացի Սողոսի ջերմեռանդ եւ նվիրյալ կրոնավոր դառնալուց շատ ժամանակներ առաջ Աստված նրան իր մոր որովայնից իրեն որոշել եւ իր շնորհքով կանչել է։ Գաղատացիներ 1-ի գլուխ 15 խոսք։ Առաքյալը կրոնավորության, ինչպես նաեւ շնորհի մասին խոսում էր անձնական փորձից եւ հայտնությունից, ավելի քան մյուս առաքյալները։ Նա հասկացել էր օրենքի գերությունը եւ շնորհի